եմ ես ինչ հարցը, բայց Սյունիքի են ինչ հարցը, ես եկել եմ ձեզ ասելու, սիրելիներս, Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի, Սյունիքը չունի, որովհետև Սյունիքը եղել է կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս եւ 2025 թվականի օգոստոսի 8-ից հատկապես հետո որևէ մեկը որևէ տեղ չի կարող որևէ կերպ դա դնել կասկածի տակ եւ ես եկել եմ սա ձեզ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասելու բայց այսօր դա շատերին է ցնցումների մեջ գցում որովհետև նրանց պետք է, որ նրանք գան լացակումած խոսեն Սյունիքի մասին, լացակումած խոսեն Մեղրիի մասին, լացակումած խոսեն Կապանի մասին, ինչ խոսք, մենք ընդունում ենք եւ ասել ենք, որ մենք ունենք նաև որոշակի տարածքների խնդիրներ, բայց այդ տարածքների խնդիրներ դե յուրե լուծված է եւ դե ֆակտո լուծումը ընդամենը ժամանակի հարց է, որովհետեւ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը իրավական պարտադիր ուժ ունի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ այնինչ եղել է խորհրդային Հայաստանի տիրապետության տակ 100%-ով եւ անվերապահորեն լինելու է Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո եւ սա դե յուրե այլևս արձանագրված փաստ է։ Հսկայական աշխատանք է կատարել մեր կառավարությունը ամրացնելու Սյունիքը, ամրացնելու Հայաստանի Հանրապետության բանակը Սյունիքում։ Ինչպես գործընկերս նշել եւ շատերը տեսել եք եւ գիտեք, մենք կառուցել ենք բազմաթիվ ամրացված շրջաններ։ Դրանցից 22-ը Սյունիքում են։ Իրենց 33 տեղամասերով, որը կազմում է 40 միլիարդ դրամ։ Բայց սա դեռ վերջը չէ, որովհետև շինարարությունը շարունակվում է եւ սա նրա մասին է, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ողնաշարի Սյունիքի։ Մի նորելու քաղաքական գործիչ կա, ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը խոսում է մեր բաստիոնների մասին, մեր գնված սպառազինության մասին եւ դիվերսիֆիկացիայի մասին։ Պարոն Կարապետյան, բանակի եւ անվտանգության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ժամանակին նախ բանակ գնալ, եղբայր։ Սամվել Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ նայի Գերդաստանի անդամներին ու ասա այս ժողովրդին, ինչի քո տղաները, աղբորը տղաները, բարեկամները բանակ չեն գնացել։ Ով խոսա անվտանգությունից, դուք կարող եք խոսալ խոպանում հաջողությունների հասնելու մասին։ Երեք բահից, գյուղատնտեսությունից, կարող մի օր դրանով զբաղվել, ոչ ոք ձեզ չի արգելում։ Բայց մեր երկրի անվտանգությամբ դուք չեք զբաղվելու, որովհետև հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա ձեր տեղը, ոնց որ ցույց տվեց նախորդներին իրենց տեղը, այս անգամ եկեք արձանագրենք սա, հիշենք սա ու մեր հետագա գործունեության մեջ ելնենք այս հետևյալ արձանագրումից։ Մեր անվտանգության, կասկածի տակ գտնվող անվտանգության, մեր անորոշությունների էջը փակված է այլևս։ Մենք թևակողել ենք եւ թևակողում ենք զարգացման դարաշրջան, հնարավորությունների դարաշրջան, խաղաղության դարաշրջան։ Մեզնից պահանջվում է միայն շարունակել տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել ինքնիշխանությանը,
տեր կանգնել ժողովրդավարությանը։ Ուրեմն սիրելի սյունեցիներ, 2026-ին քվեարկում ենք 16-ին, 2026-ին քվեարկում ենք 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Լավ եղեք եւ չկասկածեք, ամեն ինչ լավ է լինելու։ Աշխարհի ամենահամար մարդը 2018 թվականից առաջ, երբ Հայաստանում իշխանությունը վերցրել էր մի փոքրիկ խմբակ, նստել էր դրա վրա եւ անդադար հարստանում էր եւ մարդկանց թվում էր, թե հույս չկա, նա անդադար շարունակում էր կրկնել, որ հույս կա, որ ընդամենը պետք է բոլորով միավորվենք, նրանց ասենք գնացեք եւ նրանք կգնանք։ Նա ասում էր, որ եթե ես ծեծեմ ձեր դուռը եւ դուք այդ դուռը չբացեք, ես կմտնեմ լուսամուտից ու ձեզ կասեմ, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Պետք է խոստովանել, որ սկզբից նրան չէին լսում, կամ լսում էին քչերը։ Բայց դա անխոնջ, անդադար կրկնեց, մինչև բոլորը դրան հավատացին եւ մեկ վայրկյանում այդ օլիգարխական բուրգը փլվեց։ Հետո եկավ 2018 թիվը, հետո եկավ մեծագույն ոգևորությունը, նոր սկիզբ, բայց ճակատագիրը նոր փորձություն էր ձևավորել նրա համար եւ մեզ համար։ Եկավ պատերազմը, զոհեր, դժգույն օրեր, ինչու ոչ հիասթափություն, ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանը կկարողանա շարունակել իր դրական ընթացքը, կային շատերը, որ չէին հավատում, որ ընդհանրապես Հայաստանը կարող է որևէ ընթացք շարունակել։ Ոչ ոք չէր հավատում, որ խաղաղություն հաստատելը հնարավոր է։ Ձև չկա, խաղաղություն չի լինի, ասում էին նրանք։ Կլինի, ասում էր ինքը։ Եվ ամենամութ պահերին, ամենադժգույն պահերին, երբ որ բոլորը կարծես թե կորցրել էին հավատը, նա ասում էր, ես այս փոթորիկի մեջ մեր նավակը հասցնելու եմ դեպի խաղաղ նավահանգիստ։ Նա անցավ դժոխքի, կարապտարանի, անեծքների, հայոյանքների, մեղադրանքների մեջով, բայց ասեց ու արեց։ Եվ ուրեմն, ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։